Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ինչ շատ են դիմում առաջիկա ընտրությունների հետ կապված, նաև ասում են, որ կոնկրետ չեք անդրադառնում ռուսամետ ուժերը, տեսեք ինչեր են անում, հիմա Սամվել Կարապետյանն է բավական ակտիվ, ինչու ես չեմ անդրադառնում կոնկրետ հաստիական այս կամ այն ուժին, որովհետև մեզ համար ընդհանրապես միևնույնն է ռուսամետ ուժերից ով կլինի, հավասարապես անընդունելի են բոլորը։ Եվ որովհետև դա եղել է այն քաղաքական գիծը, այն ծրագիրը, որը ես եմ պատկերացնում, որ 20 տարուց ավել իմ գիտակցական կյանքի լավագույն տարիները նվիրել եմ դրան, երբևիցե գրանտ չեմ ստացել այդ մասին խոսելու Եվրամիության անդամակցության ՆԱՏՕ-ի, այդ նույն ծրագիրը ներկայացել է նաև Գուրգեն Սիմոնյանը իր հերթին, այսինքն մենք հիմա միասին ենք անում, այսինքն մեզ համար դա բոլորը մի դեմք են, որոնք որ ներկայացնում են, որ Ռուսաստանի հետ պետք է հարաբերությունները ավելի սերտացնել, բայց քանի որ ակտիվ ձևով այդ հարցը քննարկու անդադ ինձ դիմում են, ասում են մի հատ պարզաբանենք, հասկանանք, բա խոսք կա գնում նրա մասին, որ սահմանադրություն պետք է փոխեն, որ հենց Սամվել Կարապետյանը լինի, մենք իրան ենք վստահում, ոչ թե ինքը մեկին դնի, հետո ինքը կողքից տիրություն անի, սա երկրի առաջի դեմքի մասին է խոսքը, դրա համար իմ պարզաբանումը ներկայացնեմ։ Նրանք, ովքեր իր թեմակիցների ներկայացնում են, որ գալով խորհրդարանական ընտրությունների արդյունքում կունենան մեծամասնություն եւ Սամվել Կարապետյանին կդարձնեն վարչապետ, դա ուղղակի ոչ միայն թյուրիմացություն է, այլ գիտակցաբար իրենք սխալ բան են հասարակությանը ներկայացնում։ Հիմա ես ձեզ ներկայացնեմ, պատկերացնեք։ Նույնիսկ եթե համարենք իրենք ստանում են ոչ թե ուղղակի մեծամասնություն, այլ 90% ցայն, քիչ չէ 90%-ը լավ է, չէ՞, էս նորմալ է։ Բայց օրենքը ինչ է ասում։ Եթե որևէ քաղաքական ուժ ունի կայուն մեծամասնություն, ապա ընդդիմադիր ուժերը պետք է ստանան այնքան մանդատ, որը լինի առնվազն 1/3-ից ավել։ Այսինքն նույնիսկ եթե դու ստանաս 90% ցայն, դու խորհրդարան ես մտնելու 66 ու 67% հանած մեկ մանդատ։ Այսինքն ընդդիմությանը ավելացվելու է այնքան մանդատ, որպեսզի այդ թիվը ապահովի, որովհետև ընդդիմությունը պետք է ունենա 1/3 գումարած մեկ մանդատ, այսինքն կլորացնելը դեպի վերև, ամբողջացնելով։ Դա նշանակում է, որ այդ պարագայում սահմանադրական օրենքը փոփոխելու համար ազգային ժողովում դու պետք է ունենաս 2/3-ից ավել ձայն։ Այսինքն դու 2/3 խորհրդարանում չես կարող ունենալ, մի ուժը չի կարող ունենալ 2/3 ձայն, 2/3-ից ավել, որովհետև սահմանադրական օրենք փոփոխելու համար ասում է, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը։ Իսկ դու արդեն խորհրդարան մտնում ես 2/3-ից պակաս ձայնով։ Այսինքն նշանակում է մի քաղաքական ուժի կողմից սահմանադրական օրենք փոփոխել հնարավոր չէ։ Սա ասում եմ Սամվել Կարապետյանի այն իրավաբանին անգրագետ, որը նաև պատգամավոր է եղել, որ կանգնում է հարցազրույցի ժամանակ, ասում է մեկ քաղաքական ուժը անգամ կարող է սահմանադրական օրենք փոխել։ Ես հասկանում եմ, որ այնքան փող շատ են տվել, ինքը դա պետք է այդպես ներկայացնի, որպեսզի կարողանա համոզի մնացած գումարները ստանա, բայց մեր ժողովուրդը կրակն է անգել իրանց ձեռքը։ Հիմա դուք պատկերացրեցիք, եթե նույնիսկ մեծամասնություն ունենա, իր ուժերը բավարար չեն, որպեսզի սահմանադրական օրենքը փոխեն եւ այն սահմանափակումը, որ երկքաղաքացին կարող է դառնալ վարչապետ, դա հանեն։ Իհարկե խնդիրը նա է, որ նաև ներկայացնում են, բա մենք Սփյուռքի դերակատարությունն ենք ավելացնում, դրա համար ուզում ենք դա անենք, որ Սփյուռքը մասնակցի, դա էլ է պարզ ստախոսություն եւ մանիպուլյացիա, որովհետեւ Սփյուռքի դերակատարությունը ավելացնելու մասին ենք պարբերաբար ենք խոսել։ Ես իմ հերթին Գուրգեն Սիմոնյանն իր հերթին, որ այո ամեն ինչ պետք որովհետև մենք հրաշալի շփում ունենք այդ մարդկանց հետ, գիտենք, որ նրանք իրենց կյանքը, իրենց առօրյան ամեն ինչը կապված է Հայաստանի հետ, առարկայական շփվում ենք այդ մարդկանց հետ։ Եվ ոչ միայն ես հարազատներ ունեմ Սփյուռքում, այլ նաև իմ կինը ասել են, որ նա Սիրիայից նրա հայրը տեղափոխվել Հայաստան, իսկ բարեկամների մի քանիսը
տարբեր երկրներում են ապրում, Սիրիա, Լիբանան, Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներ, Կանադա, այսինքն ինձ համար Սփյուռքը այսպես տարանջատված չի, մենք ու Սփյուռք, դրանք կոնկրետ մարդիկ են, իրանց երեխաներով, որտեղ են սովորում, որտեղ են ապրում, ինչ են անում, ինչով են շնչում, ինչ են, այսինքն ինչ Սփյուռքին ներգրավվածության մասին է խոսքը։ Մեզ համար է Սփյուռքը արդեն ներգրավված է։ Լիազորություններ ավելացնելու խնդիրն էլ միանշանակ, բայց չմոռանանք, եթե մարդը երկքաղաքացի է եւ Հայաստանի վարչապետ լինի, չի կարելի նման բան թույլ տալ։ Դա Սփյուռքի ներգրավվածության հարց չի, որտեղ նա մեկ այլ երկրի համար ունի պարտավորություններ եւ այդ պարագայում դա կլինի շահերի բախում։ Չես կարող դու որևէ երկրի քաղաքացի լինելով ստանձնած այդ պարտավորություններով Հայաստանի վարչապետի պարտականությունը լիարժեք կատարես։ Այսինքն այդ օրենքը փոխելուն մենք կատեգորիկ դեմ ենք։ Ու դա կապ չունի դա Սամվել Կարապետյանը կլինի թե որևէ մեկը։ Դա նշանակում է, եթե մենք ունենանք խորհրդանում ներկայացվածություն, հրաբուխը լինի, երկրաշարժ լինի, անցով օվկիանոս Հայաստանում ցունամի լինի, մենք ոչ մի նույնիսկ եթե մեզ առաջարկեն, ասեն իշխանության կեսը պատրաստ ենք ձեզ տանք, օգնեք մեզ, կամ ամեն մի պատգամորին 1 միլիարդ դոլար, մենք դա մերժելու ենք, որովհետև մեզ համար դա գաղափար է, չի քննարկվում, անձի հետ դա բացարձակ կապ չունի, այսինքն իշխանական ներկայացուցիչները այլ դրդապատճառով, բայց կողմ չեն լինելու այդ սահմանադրական փոփոխությանը, մենք անցնենք խորհրդարան դեմ ենք լինելու, ովքեր են կողմ լինելու այդ սահմանադրությանը փոխելուն, եթե իրանց պատկերացմամբ անցնում են խորհրդարան, անցնում է Սամվել Կարապետյան, անցնում է Ռոբերտ Քոչարյան, անցնում է Գագիկ Ծառուկյանը, համարենք իրանց պատկերացած իդեալական տարբերակը դա է։ Եվ միայն Սամվել Կարապետյանի ուժին բավարար չի սահմանադրական օրենքը փոխել։ Ում պետք է դիմի ինքը։ Ռոբերտ Քոչարյանին ու Գագիկ Ծառուկյանին ու ասի օգնեք ինձ սահմանադրությունը փոխենք, որպեսզի ինքը դառնա վարչապետ։ Բայց Ռոբերտ Քոչարյանն ասել է ես եմ ուզում լինեմ վարչապետ ու ինձանից բացի ոչ մեկը չի կարողանա այդ հարցերը լուծել։ Ինքս նույնիսկ չի էլ ասել որ ես էլ կարող եմ Սամվել Կարապետյանն էլ կամ Գագիկ Ծառուկյանն էլ, ասել է միայն ես կարող եմ։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ միջև սահմանադրությունը փոխելը ազգային ժողովը ձևավորվում է եւ ցուցակի առաջի համար Նարեկ Կարապետյանը դառնում է վարչապետ եւ Ռոբերտ Քոչարյանը պետք է համաձայնվի դրան։ Կամ պետք է համաձայնվի սահմանադրական օրենք փոխելուն իր ձայնով միանա, որպեսզի Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ։ Պետք է ասի, եթե ուզում եք Նիկոլ Փաշինյանին տապալենք, միացեք ես դառնամ։ Իսկ Գագիկ Ծառուկյանը այդ դեպքում դուրս չի գա Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Գագիկ Ծառուկյանը նա ժամանակին ասել է պարոն նախագահ, Ռոբերտ Քոչարյանն էլ ասել է, որ այդ կուսակցությունը ես եմ աջակցել, որ ստեղծվել է։ Ոչ եք կարծում, որ այսինքն նշանակում է դուք ստանալու եք այդ ձայները, ոգևորելու եք ժողովրդին, արդյունքում Ռոբերտ Քոչարյանին դարձնեք վարչապետ, կտրականապես դրան դեմ ենք։ Եթե դուք դա անում եք, ազնիվ ձևով խաբված եք, մենք ասում ենք ժողովուրդ ջան, մի խաբվեք։ Ձեր իրավաբանները խաբում են։ Եթե դուք խաբված չեք, ուզում եք ժողովրդին խաբել, մենք այդ ամեն ինչը պետքա պարզաբանենք։ Ձեր քայլերի ընթացքում, այո, Սամվել Կարապետյանը շանս ունի դառնա Հայաստանի վարչապետ, եւ այդ շանսը հավասար է 0-ի։ Եթե որևէ մեկը գտնում է, որ դա այդպես չի, պատրաստ եմ թող հրավիրեն ուղիղ եթեր, իրանց ամենաճաճանչափայլ իրավաբանը գա դեմս նստի, ուղիղ եթերում ես բացատրեմ, որ դուք շարքային ստախոս եք։ Այս ժողովրդին ոգևորում եւ խաբում եք։ Իսկ հիմա շարունակ, այսինքն ձեր ամբողջ քայլերը ծառայելու է Ռոբերտ Քոչարյանին դարձնել վարչապետ, որին այո մենք կատեգորիկ դեմ ենք։ Մենք դեմ ենք նաեւ Սամվել Կարապետյանին, դրա մասին չի խոսքը, բայց ազնվորեն կանգնեք ասեք, որ ձեր նպատակը դա է։ Իսկ հիմա նայենք հարցածագում, բալավ այդ դեպքում մի քանի ամիս կա։ Իսկ ինչու Սամվել Կարապետյանը չի հրաժարվում Ռուսաստանի քաղաքացիությունից, որ շատ հանգիստ կարող է ինքն էլ առաջադրվել։ Բա որ հրաժարվի Ռուսաստանի քաղաքացիությունից հիմա։ Բա Ռուսաստանի նախագահը չի ասել, օրենք չեն ընդունել, որոշում չեն կայացել, որ նրանք ովքեր հատուկ ռազմական գործողության ժամանակ կհրաժարվեն Ռուսաստանի քաղաքացիությունից, պետք է նրանց հայտարարել հայրենիքի դավաճան, օտարերկրագործակալ եւ նրանց ամբողջ ունեցվածքը ունեզրկել։ Այդ գիտենք, չէ՞։ Այսինքն դա անել ուղղակի բացառվում է։ Բայց հարցածագում, բալավ, եթե այդ ժամանակ, եթե բացառվում է դա, երբ էլ որ անեն բացառվում է, բայց դեպքում ինչի չի, ոնց են հետո անելու։ Հետո կանեն այն ժամանակ, երբ որ կասեն Վլադիմիր ջան,
Մենք հանգիստ հրաժարվում ենք Ռուսաստանի քաղաքացիությունից, որովհետև մենք միանգամից դառնում ենք Հայաստանը ավելի ենք մոտեցնում Ռուսաստանին, մտցնում ենք Ռուսաստանի տակ։ Այդ դեպքում Վլադիմիր Վլադիմիրիչը բնականա կհամաձայնվի այդ քաղաքացիությունից հրաժարվելը, որովհետև արդեն Հայաստանը ավելի սերտ իր դաշնակիցը կդառնա, այսպես ասած։ Այդ պարագայում կարդարացվի, որովհետև եթե մարդը ազնվորեն ուզում է ծառայի Հայաստանին, այդ թող հիմա հրաժարվի Ռուսաստանի քաղաքացիությունից, ինչ կապ ունի ինչքան ձայն կստանա։ Հիմա չի հրաժարվում։ Հետո եթե ձայն կստանա, այդ ժամանակ կհրաժարվի ու պատճառն էլ գիտենք ինչու համար կհրաժարվի։ Եվ սա նշանակում է մենք պետք է հաշվի առնենք այդ հանգամանքը, որովհետև ժողովրդին ոգևորում են, որ ժողովուրդ ջան, տեսեք, այս մարդը կգա կօգնի կփրկի էսկանի ենկանի, չէ՞։ Բայց արդյունքում, երբ որ տեսնեն, որ դա չի ստացվելու, նեղանալու է հիասթափվի եւ գնա նորից Ռուսաստանում շարունակի իր բիզնեսին տիրություն անել։ Բայց ոգևորված ժողովրդին հանգստացնելը, ոգևորված ժողովրդին այդ ապաթիայից դուրս բերելը, հիասթափված ժողովրդին մի կերպ հույս տալը մնալու է մեր փխրուն ուսերի վրա։ Ի սկզբանե ասում ենք ժողովուրդ ջան, մի խաբվեք դրա վրա, տեղի դա չի ունենալու, որովհետև այսօր Ռուսաստանը խրված է այնպիսի գործերի մեջ, այսօր Ռուսաստանը այնքան ում բռնում է կալանավորում է փողը հավաքում ձեռքերից, չի կարողանում իր հարցերը լուծի։ Փոքր եւ միջին բիզնեսի օբյեկտները փակվում են։ Նա կթողի, որ Ռուսաստանի միլիարդները ներդրվեն Հայաստանում։ Դուք հասկանում եք, որ այդ ամեն ինչ խոստումները կախված է մի բանի վրա, Պուտինը կթողի թե չէ։ Իսկ եթե Պուտինը պետք է թողի, Հայաստանի իշխանությունները ինչ է դառնում եւ Հայաստանին ինչ է դարձնում։ Էնպես որ ժողովուրդ ջան, ես ուզեցա, որ դուք դա պատկերացնեք, որ ստեղ հարցը բացարձակ նա չի, կոնկրետ անձին չի վերաբերում։ Այդ կոնկրետ անձը մինչեւ վարչապետ չդառնա, Ռուսաստանի քաղաքացիությունից չի հրաժարվելու, իսկ ինքը վարչապետ չի դառնալու, նշանակումը վերադառնալու է այնտեղ, մենք ենք մնալու իրար հետ։ Եվ որպեսզի դուք չմտածեք, որ դա ես որ ասում եմ իմ պատկերացումը 2004 թվականի օգոստոսի 7-ին Առավոտ օրաթերթում շատ կարճ մասն եմ ուղղակի կարդում, միայն համակարգային փոփոխություններով կբարեփոխենք մեր կյանքը։ Անշուշտ քաղաքական գործիչների պարտն է առաջնորդել ժողովրդին, նախապատրաստել սպասվող փոփոխություններին, թեպետ մեր առօրյա ուշադրության կենտրոնում են մեր ժողովրդին հուզող բոլոր խնդիրները եւ հնարավորինս անդրադառնում ենք դրանց, սակայն բոլորին հայտնի մեր կյանքի բազմաթիվ թերությունները թվարկելու փոխարեն մենք առաջին հերթին հասարակությանը լուծումներ ենք առաջարկում, ներկայացնելով համակարգային փոփոխությունների ճանապարհը, որով գնալու դեպքում կհայտնվենք այնտեղ, որտեղ այդ խնդիրները վաղուց արդեն լուծված են։ Այսինքն խոսելով արտաքին քաղաքական կողմնորոշ մասին առաջարկում ենք համակարգ, որտեղ կապրենք այնտեղ գործող խաղի կանոններով, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ընձեռված հնարավորություններով, ժողովրդավարություն, ազատականություն, անվտանգություն, բարեկեցիկ ապրելակերպ, սոցիալական երաշխիքներ եւ այլն, որոնք միտված են հենց երկրի ներքին կյանքի բարելավմանը։ Առանձնահատուկ կարևորում ենք, որ Եվրամիության անդամ դառնալու համար որպես նախապայման դրվում է ոչ միայն տեխնատու երկրի տնտեսության վիճակը, այլ գլխավորապես նրա ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մակարդակը։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Եվրոպան ոչ թե քաղաքակրթական համամարտկային արժեքների արտահանող է, այլ ամենն իր ներսում կրող, սրբորեն կատարող եւ մշտապես կատարելագործող անդամ երկրների համատեղ ջանքերով եւ առաջին հերթին հենց իրենց համար։ Հայաստանը կարող է դառնալ համամարտկային արժեքների իրական ու լիարժեք կրող անդամակցելով Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին։ Սա 7 օգոստոս 2004 թվական 22 տարի առաջ։ Եվ այս ամբողջ ընթացքում, այո, ես կյանք եմ նվիրել այս ամեն ինչին։ Եվ այս պարագայում ով ա եղել այն ժամանակ իշխանություն, ով ա եղել դրանից հետո, սա է եղել իմ պատկերացումը եւ միացել եմ այն համախոհներին, որոնք նմանատիպ պատկերացում ունեն։ Ու ցանկացած մեկը, որ ցանկանում է Հայաստանը ավելի խորացնել Ռուսաստանի հետ, միայն գաղափարական հակառակորդ չի։ Գաղափարական հակառակորդ կլներ մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը, երբ որ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Հիմա Պուտինը միջազգային հանցագործ է, ահաբեկիչ, նա մտել է հարևանի տարածք, նա վերաձևում է աշխարհի խաղի կանոնները, նա ասում է գոյություն չունի սահմանների հարց, ով ուժեղ է նա էլ կարող է մտնել հարևանի տարածք,
չի հարգում ոչ ՄԱԿ-ի օրենքներն ու կանոնադրությունները, չի հարգում անգամ Հելսինկիի եզրափակիչ ակտը, որը որ հստակ գրած է սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն։ Լավ է ժամանակ խորհրդային միությունը կար, բայց դրանից հետո 99 թվականի նոյեմբերի 18-ին Ստամբուլում հենց վերանայեցին այդ նոր իրավիճակը, նոր աշխարհակարգը, Եվրոպայի անվտանգության խարտիայով նորից ինքնիշխանության, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը հաստատելով, Ռուսաստանը դա հաստատելուց հետո է մտել Ուկրաինայի տարածք, եւ դուք ուզում եք, որ մենք համաձայնվենք, որ այս ամեն ինչի մեջ, որի մեջ ներկայացված է Ռուսաստանը, հիմա Հայաստանը նորից տանեն, մտցնեն նրա տակ, ոչ, իմ համեստ ուժերի ներածի չափով, մեր քաղաքական ուժի համեստ ուժերի ներածի չափով դրա դեմը առնելու ենք ինչքան որ կարողանանք։ Եվ ուզում եմ ասեմ, որ եթե կփորձեն ձեզ համոզել, որ տեսեք ինչ ենք անելու, ինչպիսի ներդրումներ ենք անելու, եթե վարչապետը լինի Սամվել Կարապետյանը վարչապետ լինել չի կարող ոչ մի պարագայում։ Մնացածը ընտրությունը ձերն է, որոշողը դուք եք։ Դե ինչ, կհանդիպենք արդեն մեր հիմնական հաղորդման ժամանակ։ Շնորհակալություն։